Ամոթալի պրակտիկա է, անհեթեթություններ են, օրինվածքներ, հերյուրանքներ, շատ ներդաշնակ այսօրվա իշխանությունների գործելավոճին։ Որ գործելավոճին, հակաեկեղեցական արշավ, ինչպես բնութագրում։ Հակաեկեղեցական, մարդկանց վարկաբեկելու, հասարակությունը պառակտելու, մարդկանց եւ ընտանիքի անդամներին եւ անհատներին թիրախավորելու, անպատշաճ, վիրավորական, զրպարտչական բնույթի արտահայտություններ, ձևակերպումներ անելու համընդհանուր վակխանալիա։ Կարծիքներ կան, որ արհեստական բանականությամբ ստեղծված մի բան է։ Ամեն դեպքում գաղտնի նկարահանման էլեմենտը չի բացառվում, որովհետև ինչ որ պատկերներ կան, որ հնարավոր է մարդուն իդենտիֆիկացնելու համար այդ տեսանկարահանումները օգտագործված լինեն։ Բայց իհարկե բովանդակությունը ամբողջովին հերյուրանքը քիչ առաջ արձանագրել եմ, որ լուրջ դեմքով եւ չեմ պատրաստում հերքել հերյուրանքները եւ զրպարտությունները։ Թող դրան այդ կոնտենտը հորինողները իրենք բացատրություններ տան։ Առավոտյան, երբ մենք այդ լուրն էինք փորձում ինչ-որ կերպ ձևակերպել, հիշեցինք, որ սրանից 5 ամիս առաջ հակաեկեղեցական արշավի սկիզբ համարվող հայտնի ստատուսի մեջ մի շատ գռեհիկ բառ կար, դուք այդ հերյուրանք ստեղծող ասելով նկատի ունեք Փաշինյանին, նա է մի քանի ամիս առաջ ասել, հիշում եք հայտնի ստատուսի բովանդակությունը չմեջբերեմ։ Դուք ինձ թվում է, եթե ուշադիր հետևում եք, կապերը ինքներդ կարող եք տեսնել։ Ես իմ հայտարարության մեջ ամեն ինչ ասել եմ։